Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-ի Մալիքի եթերում զրուցելու եմ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-ի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Աստծո բարի Նարեկ ջան։ Պարոն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում, կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարևարկության ստուգում։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, պետությունը եւ եկեղեցին առանձին կառույցներ են, սա արդյոք օրինական պահանջ է Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշվում։ Իմ կարծիքով օրինական պահանջ չէ, չնայած ես սահմանադրության մասնագետ չեմ, բայց հստակ գիտեմ, որ սահմանադրությամբ իշխանությունները եւ իշխանությունը եւ եկեղեցին տարանջատ են։ Ես գիտեմ, որ ամենայն հայոց կաթողիկոսը ընտրվում է 70% հոգևորականների մասնակցությամբ եւ 30% աշխարհիկ պատվիրակների, եւ ես երկու անգամ կաթողիկոսի ընտրության պատվիրակ եմ եղել եւ գիտեմ, որ նման մոտեցումը շուրջ 2000 տարվա պատմություն ունի եւ չեմ կարծում, որ նման տարիների փորձառություն եւ պատմություն եւ իր մեջ որոշակի նաեւ խորհրդավորություն ունեցող գործընթացին արժի որ պետությունը միջամտի։ Իմ կարծիքով եկեղեցին պիտի զբաղվի իր գործերով, որում բազմաթիվ խնդիրներ ու խնդիրներ կան, սկսած աղանդներից վերջացրած այլ հավատների տեղափոխվելը, պետությունն ու իշխանությունն էլ զբաղվեն իրենց գործերով, սկսած անվտանգության խնդիրներից մինչև տնտեսություն։ Նիկոլ Փաշինյանի այս վերջին օրերի դիրքավորումը ինչով է պայմանավորված ըստ ձեզ։ Եկեղեցու հետ կապված դիրքավորումի նկատի ունեք։ Կարծում եմ ինքը հին արմատ ունի, դա գալիս է դեռ հեղափոխության օրերից սկսած, որի ժամանակ եկեղեցին մեղմ ասած պասիվ էր, իսկ ավելի երևացող դեմ էր հեղափոխական գործընթացներին եւ այդ առումով հակադրություն կար, բայց ընդհանուր առմամբ եթե մաքսիմալ անկեղծ իմ անձնական տեսակետն ասելու լինեմ, որը զուտ կարծիքի վրա է, որ եթե ասեք հիմնավորեք, չեմ կարող հիմնավորել Նարեկ ջան, բայց ես կարծում եմ, որ խնդիրը ոչ միայն ներքին բանավեճի, ներհայաստանյան բանավեճի թեմա է, այլ խնդիրը ավելի շատ արտաքին քաղաքական դիրքորոշման, կողմնորոշման տեսանկյունից բանավեճ է։ Իմ կարծիքով հայ առաքելական եկեղեցին ավելի շատ դեպի Ռուսաստան կամ Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու կողմնակից է եւ ավելի կողմ է, որ Հայաստանը շարժվի այդ ուղղությամբ եւ այսօրվա դրությամբ էլ այդ բանավեճի ընթացքում երբ ես նայում եմ ովքեր են, որ հայ առաքելական եկեղեցու եւ նրա սրբազանների տեսակետներն են պաշտպանում եւ այդ առումով դրական տեսակետներ ասում, հիմնականում ռուսական ազդեցության կամ ռուսական կողմնորոշման քաղաքական ուժերն ու անհատներն են։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրենք բալանսավորման կողմնակից են, բայց այդ բալանսավորման համատեքստում որոշակի քայլեր են անում դեպի Եվրոպա, դեպի Արևմուտք, ինչը հայ եկեղեցու, հայ առաքելական եկեղեցու տեսանկյունից դրական չի, եւ ես կարծում եմ հիմնական արմատը հենց սրանում է։ Այսինքն դրսից ինչ որ մեկը ասում է, որ դեմ խոսացեք Արևմուտք գնալու այդ գործընթացին։ Կդժվարանամ ասել, որ դրսից կառավարում են նման գործընթացները, թե չէ, բայց դրսում ուրախ կլինեն, բայց որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին իր մոտեցումներով ավելի շատ նման կողմնորոշման, նման դիրքորոշում ունի, դա միանշանակ, որովհետև եկեղեցին մշտապես քննադատել է այն երևույթները, որոնք կան մեզանում եւ որոնք տեղի ունեցան մասնավորապես 2023 թվականի Արցախայության բռնի տեղահանությունից հետո եւ այդ քննադատության համատեքստում երբեք որևէ քննադատություն չի հնչել
ռուսական կողմի սեփական պարտականությունները չկատարելու առումով, այսինքն իրենք էլ համարում են, որ Հայաստանի Հանրապետության իշխանություններն են մեղավոր, որ պատերազմ տեղի ունեցավ, նրանք են մեղավոր, որ պատերազմում պարտվեցինք, ու այս շարանը իր ամբողջությամբ սրան նաև ավելանում է այն, որ ռուսական կողմը հայ-ռուսական բարեկամության մեդալ է տալիս ամենայն հայոց վեհապատ հայրապետին, ինչը հայ հանրության կամ ընդհանրապես հավատավոր հանրության կողմից այդքան էլ ընկալելի չի եւ հայ առաքելական եկեղեցին ավելի շատ մղում է դեպի ռուսական համատեքստ։ Այդ համատեքստում էր նաեւ այսպես կոչված սրբազան պայքարի բուն բովանդակությունը, երբ եկեղեցու սրբազաններից մեկը մտավ քաղաքական դաշտ եւ այդ քաղաքական հենքով Հայաստանի Հանրապետության ապագան փորձեց դնել ռուսական ուղու վրա, քննադատելով արևմտյան բարքերը եւ այլը այս համատեքստում։ Այսինքն որոշակի առումներով ռուսական դեպի Ռուսաստան ուղղվածությունը եւ դեպի Ռուսաստան ուղղված քաղաքական կուսակցությունների հետ հայ առաքելական եկեղեցու մերձ լինելը շատ բաց ու ակնհայտ է եւ առանձնապես ապացույցների կարիք չունի, առավել եւս որ 2021-20 թվականի պատերազմից հետո նաեւ կաթողիկոսը միացավ գլխավոր շտաբի հայտարարությանը եւ կոչ արեց Հայաստանի Հանրապետության իշխանություններին հրաժարական տալ։ Եվ ինչ է կարծում, ինչի կհանգեցնի այս պետություն եկեղեցի այս առճակատումը։ Նարեկ ջան, լրիվ անկեղծ իմ համար սա շատ տխուր է, եթե չասեմ ողբերգություն։ Իմ Աստվածը սիրո ներողամտության ու հանդուրժողականության Աստված։ Ես կուզենայի, որ առաջին հերթին եկեղեցին ուղղորդվեր սրանով։ Գիտես, ես հարգում եմ բոլոր այն անհատներին, ովքեր որոշել են իրենց կյանքը ծառայեցնել Աստծուն։ Ես հարգում եմ այդ մարդկանց, որ իրենց կյանքը նվիրել են Աստծուն եւ իրենք մկրտում են մեզ, մեր զավակներին, իրենք պսակում են մեզ, իրենք վերջին ուղի են ուղղորդում մեզ դեպի հավերժություն, թողություն տալով մեր մեղքերին եւ այս առումով իրենք լավ են ծառայում Աստծուն, թե վատ են ծառայում, ես երբեք իմ խնդիրը չեմ համարել։ Ես խորհրդավորություն եմ տեսել այդ սքեմի տակ եւ այդ խորհրդավորության հույսով, երբ որ մկրտել եմ զավակներից, հույսով եմ լցվել, որ մարդը Աստծունն է, որ Աստծով է, որ ինքը կարող է մկրտել, ոչ թե իր անհատը։ Իր անձնական կյանքը կենսագրությունը այդքան էլ ինձ չի հետաքրքրել, որտեղ այդ եկեղեցականը լավ է ծառայում Աստծուն, թե վատ է ծառայում, դրա դատավորը ես չեմ։ Ես չեմ նաև դատավորը իշխանություն եկեղեցի բանավեճի, չէի ուզենա այդտեղ դատավորի կեցվածք ունենալ կամ որևէ մեկին արդարացնել կամ որևէ մեկին մեղադրել, չէի ուզենա նաև ձեր հարցերին լղոտված պատասխաններ տալ, բայց պիտի ասեմ, որ միանշանակ այն կարծիքին եմ, որ հնարավորինս արագ այս ամեն ինչը դադարեցնել է պետք։ Դա որևէ օգուտ չի բերում ոչ Հայաստանի Հանրապետության իշխանություններին, ոչ էլ հայ առաքելական եկեղեցուն։ Երկու թևն էլ ունեն լուրջ անելիքներ եւ շատ կարեւոր անելիքներ, եւ մենք օրհասական իրավիճակում ենք, եւ օրհասական իրավիճակը ավելի շատ միասնականություն է պահանջում, քան նման խնդիրների առումով ներքին հակադրությունների նոր դաշտ բերելով հանրային քաղաքական սպեկտրը բևեռացնելու, որից հիբրիդային պատերազմի էլեմենտներից միանշանակ օգտվելու են մեր հակառակորդները։ Տեսեք, իրենք համամուսուլմանական ժողովներ են անում, փորձում են այդ համամուսուլմանական ժողովներում, նույնիսկ Երևանում ունենալ որոշակի մուհեդինի ծառայություն։ Իսկ մենք այստեղ ներսում խնդիրներ ենք բարձրացնում, որը ես չէի ասի, որ խնդիրներ չկան։ Կան երկու թևում էր, բայց այդ խնդիրները մեր երկրի սահմանադրությամբ սահմանված են։ Եկեղեցին պիտի զբաղվի իր խնդիրներով, չպիտի զբաղվի քաղաքականությամբ, պիտի քաղաքական փորձեր անի։ Եկեղեցին պիտի փորձի պատերազմից հետո մեր ժողովրդի այս հոգեբանական ծանր իրավիճակից
նրան հանի մխիթարությամբ, հույս տալով, օժանդակելով իշխանություններ պիտի զբաղվի երկրի անվտանգությամբ, տնտեսությամբ, ժողովրդին համախմբելով, այս երկուսը պիտի գործեն տարանջատ, առանց իրար խանգարելու, իսկ եթե հնարավոր է նաև իրար օգնելու։ Ցավոք, այս խնդրում նաև ես արտաքին քաղաքական միջամտություն եմ տեսնում եւ այդ արտաքին քաղաքական միջամտությունը վեվերացրել է հայ առաքելական Սուրբ եկեղեցին Հայաստանի իշխանություններից, որն էլ սրվել այսպիսի վիճակի է բերել հասցրել, ինչը ցավոք շատ տխուր է եւ ես շատ կուզենամ, որ այդ խնդիրները հարթվեն։ Ես ժամանակին իհարկե այն ամենասկզբի ժամանակներին, երբ որ այս հակադրությունը կար, փորձել եմ իմ ունեցած ջանքերի ու շփումների արդյունքում հարթել այդ խնդիրը, բայց դեռ այն ժամանակ 2020-ին ես հասկացա, ներողություն 2019-ին ես հասկացա, որ այս հակադրությունը ավելի շատ աշխարհընկալման մեջ է, ինչպիսի Հայաստան ենք տեսնում եւ որտեղ ենք տեսնում այդ Հայաստանը, որը հետո վերաճեց մարդկային հակադրության, որ այսօրվա պարագայում արդեն դարձել է անախտարել։ Այսինքն Գարեգին երկրորդի եւ Փաշինյանի միջև այս հակասությունները դեռ 2019 թվականից էին։ Այո, իմ կարծիքով նույնիսկ հեղափոխության օրերից 18 թվականից կար, որովհետեւ մեղմ ասած հայ առաքելական եկեղեցին հեղափոխության ջատագովը չէր եւ հեղափոխությունից հետո նոր իրավիճակի հետ հույսեր չէր կապ։ Ինչ առումով, ինչի հետ կապված։ Գիտեք, որտեղ դրանից հետո անմիջապես հեղափոխությունից հետո որոշակի գործընթացներ գնաց, եթե հիշում եք, որ պահանջում էին նաև հեղափոխություն անել եկեղեցում, մերժում էին Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսին, խնդիրը հասավ մինչև վեհարան մտնելը, խնդիրը հասավ նրան, որ Կիլիկիո թեմի կաթողիկոս Արամ առաջինին առաջարկում էին գալ Հայաստան եւ դառնալ ամենայն հայոց կաթողիկոս, այսինքն այս մոտեցումը իրար հանդեպ փոխադարձ վստահության իսկապես փոխադարձ էր հեղափոխական թիմի թե հայ առաքելական եկեղեցու, ինչը շատ տխուր էր, այն ժամանակ էլ եմ այդ թեմաները խոսել եմ նաև ներքին լսարանում, որպես չի նման խնդիրներ դնել, որ դա հարթել է պետք, որ որևէ լավ տեղ չի տանի, բայց հետո երբ որ դա չհարթվեց, եկեղեցին փորձեց իր ունեցած ազդեցությունը էլ ավելի ամրացնել, հենարաններ գտնել եւ ցավոք իմ կարծիքով այդ հենարանները ավելի շատ դարձան արտերկրից, մասնավորապես Ռուսաստանից, որտեղից սկսեցին աջակցել եկեղեցուն եւ ռուսական ազդեցության քաղաքական կուսակցությունները սկսեցին աջակցել եկեղեցուն, ու այսօր հիմնականում երբ որ ես նայում եմ հայ առաքելական եկեղեցու շահերը պաշտպանողներին, ես երկար տարիներ է ինչ եկեղեցու հետ քրիստոնյային վայել կյանքով եմ փորձում ապրել ու այդ մարդկանց չեմ հիշում, որ իրենք հավատքի կամ եկեղեցու հետ այդպիսի կապվածություն են ունեցել եւ ցավոք սրտի այսօր նաեւ քաղաքական որոշակի թևեր այդ շահարկում են, այսինքն աթեիստները խոսում են հայ առաքելական եկեղեցու կարևորության նրա առանձնահատկության մասին, ինչը միանշանակ քաղաքական առումով շահարկում։ Պարոն Սարգսյան, դուք այն կարծիքների հետ համաձայն եք, որ հայ առաքելական եկեղեցու վերնախավը ռուսական KGB-ի հետ կապ ունի։ Գիտեք, ես չեմ կարող նման տեսակետ պնդել, որ KGB-ի հետ կապ ունի, առավել եւս որ այսօր KGB չկա, այսօր իրաց մոտ ֆեդերալ ծառայություն է այդ առումով, բայց որ դեռ սովետների ժամանակից ակնհայտ է եղել, որ այն եկեղեցականները, որոնք առավել եւս պիտի դրսում ծառայություն մատուցեին, անցել են որոշակի անվտանգության ծորակներով, դա միանշանակ է, որ այդպես եղել է եւ այս առումով նաեւ սովետների ժամանակ դա համարվում էր բնական, ես չեմ կարող նման բան պնդել, ես ասում եմ, ես չեմ ուզենա տեսակետ ասել կամ դատել այն մարդկանց,
ու մաչը խոնարհաբար համբուրել եմ, ու խնդրել եմ մկրտել իմ որդուն եւ այդ մկրտության հետ պաշտպանություն ու հույս եմ տեսել։ Ես չեմ ուզենա այդ մարդկանց մեջ նման կասկածներ տեսնել։ Ես ելի եմ պնդում, որ ես հարգում եմ այդ մարդկանց, որ իրենք որոշել են իրենց կյանքը նվիրել Աստծուն, ծառայել Աստծուն, ժամուտնանալ, զավակներ չունենալ ու ծառայել Աստծուն։ Ես հարգում եմ այդ մարդկանց։ Ես Բայց ուզում հիմա եմ Նիկոլ հավատալ, որ Փաշինյանը հակառակի մասին է խոսում, ասում է ունեն ընտանիքներ, պարզապես գրանցված չէ։ գիտեք, ես չեմ կարող ասել, որ այն ինչ որ Նիկոլ Փաշինյանն ասում է, դա իրականություն չի։ Ես չեմ կարող նման բան պնդել։ Ես ասում եմ, իրենք ունեն ընտանիքներ, թե չունեն, ես դա իմ խնդիրը չեմ համարում։ Ես համարում եմ, որ իրենք երդվել են Աստծուն ծառայել, հետևաբար լավ են ծառայում Աստծուն, թե վատ են ծառայում։ Այդ իրենց ու Աստծո խնդիրն է։ Իմ դատելու խնդիրը չի, որտեղ Աստվածաշունչն ասում է, որ իրենցից ավելին է պահանջելու։ Նրանք, ով Աստծո օրենքը գիտեն, ով երդվել են Աստծուն ծառայելու, Աստծո կողմից ընտրված են, բայց Աստված իրենցից ավելին է պահանջել։ Ու իրենց դատողը այդ եկեղեցականներին, ովքեր կուսակրոնություն են ընդունել, բայց խախտել են, իրենց դատողը Աստված է լինելու։ Ես չեմ, որ պիտի իրենց դատեմ։ Եվ Արամ կաթողիկոսին, Արամ առաջին կաթողիկոսին Նիկոլ Փաշինյանն է առաջարկել գալ եւ փոխարինել Գարեգին երկրորդին։ Գիտեք, այդ խոսակցությունների մակարդակով այդ ամեն ինչը եղել։ Նիկոլ Փաշինյանն է առաջարկել, թե չէ, չգիտեմ, բայց ես գիտեմ, որ ժամանակին խումբ կար, որը գնացել էր Կիլիկիոթեմ, այդ խմբի մեջ էր Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը, եւ կողքից ունեմ նման տեղեկատվություն, որ այո, այդ խումբը առաջարկել է Արամ կաթողիկոսին գալի եւ Հայաստանում դառնալ ամենայն հայոց վեհապար հայրապետ։ Բարեբախտաբար Սփյուռքում բնակվող մեր շատ հայրենակիցներ, որոնք ազդեցություն ունեն, մասնավորապես Բեյրութում բնակվող մեր հայրենակիցներից Սարգիս Դեմիրճյանը, Սիրիայում ապրող մեր հայրենակիցներից հորդորել են Արամ առաջինին չգնալ այդ քայլի, չխառնվել քաղաքական գործընթացներին, որից հետո Արամ առաջին կաթողիկոսը հրաժարվել է։ Բնականաբար ես այս զրույցներին անձամբ տեղյակ չեմ եղել, բայց ունեմ ընկերներ, որոնք այս մասին ինձ պատմել են։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանի այս գործնեության հիմքում արդյոք ամենայն հայոց կաթողիկոսի փոփոխության հարցն է, թե ոչ, ըստ ձեզ։ Իմ կարծիքով այս հակադրությունը քաղաքական համատեքստ ունի, քանի որ եկեղեցին մտել է քաղաքական գործընթացների մեջ, նախկինում, այսպես ասած, ծառեցված սրբազանով, որ կամ իմ կարծիքով հայ առաքելական եկեղեցու կողմից պիտի այդ ծառեցնել մոտեցումը անհասկանալի ու իրեն պիտի կարգալույծ անեին ու ասեին այդ սքեմը, այդ հագուստը, որ դու հագնում ես, որ խորհրդավորություն է տալիս մեր սակադրության, մկրտության արարողություններին, դա պիտի հանես ու դրանից հետո զբաղվիր քաղաքականությամբ ինչքան ուզում ես, որտեղ իմ կարծիքով այդ վարկաբեկեց հայ առաքելական եկեղեցուն եւ հայ առաքելական եկեղեցին դրանից հետեւություններ չարեց։ Եվ այս առումով իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը հայ առաքելական եկեղեցուն տեսնում է որպես քաղաքական մրցակից եւ որպես քաղաքական մրցակից դրա դեմ պայքարում է մրցակցության բոլոր հնարավոր կանոններով։ Որովհետև ես նաև տեսնում եմ, որ դիմադիր դաշտից կան մարդիկ, որոնք առաջարկում են, որ impeachment-ի գործընթացում ընդդիմության միասնական տեխնացու կարող է լինել ամենայն հայոց կաթողիկոսը կամ սրբազաններից որևէ մեկը։ Քոչարյանն էր ասել։ Քոչարյանն ասել էր այո ժամանակին, այսօր Էդգար Ղազարյանն է նաև ասել, համացանցում այդ ամեն ինչը դրված է, այսինքն հստակ քաղաքական համատեքստ է տեսնում իրեն մրցակից թիմերի շրջանակի հետ, չտակցնեմ, որ ես էլ եմ տեսնում այդ քաղաքական համատեքստը եւ ես շատ կուզենամ, որ եկեղեցին այդ համատեքստում չլինի, եկեղեցին հետեւություն անի, որովհետեւ եկեղեցին պիտի լինի սիրողն ու ներողը։ Իշխանությունը կարող է այդպեսին չլինել, աշխարհիկ մարդ։
ինքը քաղաքական կարգով օրենքներով է զբաղվում։ Այսինքն Փաշինյանն ուզում է Գարեգին երկրորդին գահանկեց անել։ Կարծում եմ այո։ Կարծում եմ այդ ցանկությունը կա եւ համարում եմ, որ բնական է, որ նման ցանկություն կա, որովհետեւ 2020 թվականի պատերազմից հետո, երբ ամենածանր իրավիճակներ Նիկոլ Փաշինյանի կյանքում եւ նաեւ իմ ձեր կյանքում, նաեւ երկրի համար այդ ծանրագույն իրավիճակում ամենայն հայոց կաթողիկոսը եւ հայ առաքելական եկեղեցին կոչ արեց Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ։ Իսկ նման իրավիճակներում հրաժարականը քաղաքական առումով ես կհամարեի օգտագույն սխալ, ես կհամարեի պատասխանատվությունից խուսափելու տարբերակ եւ ես կհամարեի, որ եւ այդ հրաժարականից հետո զարգացումները կլինեին Հայաստանի համար շատ ավելի ծանր, ինչը մենք այսօր ունենք, այսինքն նախ այդ պարագայում կարծում եմ մենք վաղուց Բելարուսի կարգավիճակում հայտնված կլինեինք, սուվերենությունը կորցրած, մենք արտաքինից մենք ալտերնատիվ զենքեր չէին գնի, նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետով այդ միջանցքը տված կլինեինք ռուսներին ու այսպես շարունակ։ Այսինքն մեր գազամուղները միշտ կլինեին թույլատրելի սահմաններից ավելի նեղ, մեր ատոմակայանն այլևս նորը չէր կառուցվի կամ կառուցվելուց կառուցվել էլի հին տեխնոլոգիաներով, մեր սպառազինությունը, մեր իսկանդիրները, մեր օդային պաշտպանության ուժերը կլինեին անջատված, երբ այդ Ռուսաստանին պետք է։ Այս սխեման է խորհրդարանական ուժերի եւ ցավոք սրտի նաեւ հայ առաքելական եկեղեցու առաջարկած տարբերակի ռուսների հետ հարաբերությունները հետ խորացնելու ամրացնելու համատեքստը եւ ես այս տարբերակի կողմնակիցը չեմ, որովհետեւ ես տեսնում եմ, որ Ռուսաստանի հետ լինելով մենք կորցնելու ենք ոչ միայն մեր անկախությունը, մենք կորցնելու ենք մեր ինքնությունը ու Հայաստանը ընդհանրապես վերջանալու է։ Մենք անելու ենք այն, ինչ ասելու են ռուսները, անգամ եթե ռուսներն ասեն, որ դուք պիտի մեղրին տաք։ Իսկ իրենք բազմաթիվ անգամներ են այդպես արել։ Իրենք այդպես են արել Վանում, ասել են այ հիմի 3 օրվա մեջ զենքերը հանձնեք ու պիտի դուրս գանք, հակառակ դեպքում բոլորիդ կմորթեն։ Իրենք այդպես են արել Ստեփանակերտում, ասել են դուք ունեք 2 օր ժամանակ, արագ ինչ ունեք հավաքեք, դուրս եկեք, որ դրանից հետո մենք պատասխան չենք տալի ու այդ իրենք շարունակելու են այդ գործընթացը։ Բայց Նիկոլ Փաշինյանի ցանկությունը սահմանադրական կարգի տապալում չէ, որովհետև սահմանադրությամբ եկեղեցին պետությունից անջատ է, ճիշտ է, հատուկ կարգավիճակ ունի ընդ որում, բայց պետությունը որևէ միջամտելու լծակներ չունի, եթե իհարկե այնտեղ ինչ որ օրենքներ չեն խախտվում, նկատի ունեմ սահմանադրություն չի խախտվում։ Սա արդյոք սահմանադրական կարգի տապալում չէ Նիկոլ Փաշինյանի այս ցանկությունը։ Գիտեք, ցանկություն կարելի է, ես ասացի, որ ինքն ունի նման ցանկություն։ Ինքը կարող է անել դա, թե չի կարող անել, սա խնդրի այլ կողմն է եւ այդ կարողանալը ինչպես է կարողանալու։ Ցանկություն այո ունի, բայց իմ կարծիքով տարբերակ չունի նման քայլ անելու, որտեղ նման հնարավորություն չի։ Ամենայն հայոց կաթողիկոսը ընտրվում է ՑՄ։ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ կանչի մեխանիզմ, ինչքան ես գիտեմ, նույնիսկ այդ կանչի մեխանիզմ գոյություն չունի։ Կամ ամենայն հայոց կաթողիկոսը ինքը պիտի իր հոժար կամքով հրաժարական տա, կամ հետ կանչի մեխանիզմ չկա։ Հետ կանչից հետո էլ կամ հրաժարական տալուց հետո նորից պիտի արվեն ժողովներ, ընտրվեն պատվիրակների 70%-ը պիտի լինեն հոգևոր դասից, 30%-ը պիտի լինեն աշխարհիկ դասի հավատավոր հոտերի ներկայացուցիչներ, որոնք էլ պիտի ընտրեն կաթողիկոսի։ Այսինքն պետությունը այստեղ մասնակցություն ունենալու հնարավորություն չունի։ Եթե սովետական միության տարիներին կարող էր, չգիտեմ, ազգային անվտանգությամբ եւ այլնով, ասենք, չգիտեմ, Կանադայի հայկական թեմի ներկայացուցիչներին կամ աշխարհիկ պատգամավորներին ինչ որ բան հուշել, կամ Միացյալ Նահանգների, կամ Բուենոս Այրեսի, Արգենտինայի եւ այլը, մեր պարագայում մեր ազգային անվտանգությունը այդ ազդեցությունը այլևս չունի, ոչ էլ այդ հնարավորություններն ունի, ոչ էլ այդ կապերն ունի, այսինքն այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է անել, դրա անելու մեխանիզմները, գործիքակազմը գոյություն չունեն։
որ ցանկանում է, այո, ցանկանում է, բայց գործիքակազմ չունի։ Նիկոլ Փաշինյանը նաև խաղաղություն է ցանկանում, բայց Ալիևը չի ուզում, չէ՞, այդ գործիքակազմը դեռ չկա, պիտի ճնշումներ գործադրվի Ալիևի վրա, պիտի ներքին քայլեր անենք, որոնց արդյունքում Ալիևը գերադասի խաղաղության գնալ։ Իսկ ցանկանալ կարելի է։ Քանի որ սահուն անցում կատարեցինք այդ թեմային, Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-յան ուղերձում հայտարարեց, որ պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու եւ դա այն ֆոնին, երբ որ Ադրբեջանը ելի շարունակում էր կրակել։ Այս վստահությունը որտեղից Նիկոլ Փաշինյանին ըստ ձեզ։ Նախ արտաքին քաղաքական բազմաթիվ հանդիպումներ տեղի ունեցան այդ ընթացքում եւ թե Նիկոլ Փաշինյանի այցելությունը եվրոպական այդ համաժողովին, որը տեղի ունեցավ Ալբանիայում, այդ հանդիպումների ցանկը, թե Ֆրանսիայի արտգործնախարարի այցելությունը Հայաստան, թե Միացյալ Նահանգների երկու պատվիրակների Հայաստան այցելությունը, թե իրենց շփումները Ալիևի Էրդողանի հետ Տրիպոլիում, որոշակի կարծում եմ մտայնություն տվեցին Նիկոլ Փաշինյանին, որ այդ հնարավորությունները եւ այդ մասին ասել է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, ասել է նաեւ Արարատ Միրզոյանը, ասել է նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որ մենք հիմա ունենք ավելի ռեալ հնարավորություններ խաղաղություն հասնելու առումով։ Ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ նման լավատեսության որոշակի հիմքեր կան, իմ լավատեսությունը հենված է նրա վրա, որ ԱՄՆ եւ մեր հարևան Իրան փոխհարաբերությունները գոնե բանակցային փուլի մեջ են եւ այդ բանակցային փուլը ամեն օր որոշակի փոքր, բայց որոշակի ձեռքբերում է ունենում։ Եվ այս համատեքստում, եթե ԱՄՆ Իրան խնդիրները հարթվում են, Ռուսաստանի ազդեցությունը Իրանի վրա թուլանում է, փոքրանում է այդ հնարավորությունը եւ նաեւ ԱՄՆ-ի ազդեցությունը բավականին մեծացել է Թուրքիայի վրա եւ Թուրքիայի նախագահն էլ հույս ունի, որ առաջիկայում Հայաստան-Ադրբեջան համաձայնությունը օգտակար կլինի տարածաշրջանի համար, ամենայն դեպս վերջի մի ամսում ինքը նման հայտարարություն արեց, այսինքն ինչքան Ռուսաստանի ազդեցությունը կուլանա տարածաշրջանում եւ Միացյալ Նահանգներ Իրան հարաբերությունները կարգավորվեն, այնքան Ալիևը ավելի պատրաստական կլինի խաղաղության համաձայնագիր ստորագրելու, որտեղ այդ դեպքում կոմունիկացիաների ճանապարհների ալտերնատիվ ուղիները նաև կարող են դառնալ Իրանը եւ շրջանցել Ադրբեջանը։ Այդ հնարավորությունը միանշանակ կա։ Այսինքն միջինասիական հանրապետություններից ցամաքային ճանապարհով առանց Կասպիսը անցնելու, իսկ Կասպից ծովը անցնելը այդ բեռների բեռնաթափում, հետո բեռները նորից բարձել նավ, հետո նավից նորից բեռնաթափում, հետո բարձել երկաթգիծ ու այդպես գնալ է, իսկ եթե գալիս է Իրանով, չի մտնում Ադրբեջան, ծով չի անցնում, չի բեռնվում բեռնաթափում, հետևաբար ժամանակ է շահում եւ այստեղ Ադրբեջանը մնում է խաղից դուրս։ Խաղի մեջ է մտնում արդեն Հայաստանը, Թուրքիան, ու այս համատեքստում Ադրբեջանը շահագրգռված կլինի, որ ինքը խաղից դուրս չմնա, եւ իմ կարծիքով Միացյալ Նահանգների ներկայացուցիչները դա էլ ասում են Ադրբեջանին, որ եթե դուք խաղաղության համաձայնագիր կնքեք, ապա այդ ճանապարհները միանշանակ գալու են Ադրբեջանով, որ իրենք ավելի շատ վստահում են Ադրբեջանին, քան Իրանին։ Այսինքն այս համատեքստում ես կարծում եմ, որ լավատեսություն կա։ Երեք էլ որոշակի ինֆորմացիաներ գնաց, որ Իրանը համաձայնել է, որ արդեն Միացյալ Նահանգների դիտորդներ լինեն ՄԱԳԱՏԵ-ի դիտորդների շարքում։ Այսինքն մեկ քայլ առաջ է գնացել եւ այս փաստաթղթի կամ ինչպես իրենք են ասում կորիզային փաստաթղթի առումով արդեն որոշակի լավատեսություն կա։ Այս լավատեսությունը տարածվելու է նաև տարածաշրջանի վրա եւ դրանով տարածաշրջանում խաղաղություն է գալու, բայց ես կարծում եմ, որ Հայաստանը իրական խաղաղության կարող է հասնել մի պարագայում, երբ ինքը իր տնտեսությունը ոտքի հանի, երբ ռազմական բալանսի կամ սպառազինության կրճատումը հարաբերակցությունը գոնե լինի 1:3-ի, այս պարագայում է, որ Ադրբեջանը այլ սպառնալիքներ կամ այլ մոտեցումներ չի ցուցաբերի։
Այս առումով էլ որոշակի առաջընթացներ կան, մասնավորապես Սուրեն Պապիկյանի այցելությունը Ֆրանսիայից Հայաստանի հետ կապված որոշակի խնդիրներ կան, խնդիր է գնում արդեն հակաօդային պաշտպանության որոշակի դինատեսակներ գնելու առումով, խնդիրները ժամկետի մեջ են, իշխանությունները իհարկե նման բաները բավականին փակ են պահում եւ ճիշտ են անում եւ ասենք ես չնայած վերջի շրջանում հանդիպում եմ ունեցել վարչապետի հետ եւ բավականին երկար զրուցել եմ, բայց այս թեմաները փակ են եւ այս թեմաների մասին անկախ նրանից ինչքան հարց ենք տալիս, միևնույն է չեն պատասխանում, բայց նկատել եմ որ լավատեսություն կա, adekvatություն կա, իրավիճակի Հայաստան-Ադրբեջան նոր պատերազմի ռիսկայինության ու այդ իրավիճակի գնահատականի adekvatություն կա։ Այսինքն այն լավատեսությունը, ինչը որ արվել է, գոնե իմ հանդիպման ոչ թե պոպուլիզմի համար է, այլ որոշակի առումով նման բան կա։ Բայց ես նաև պնդում եմ եւ նաև բարձրաձայնել եմ, որ ցանկացած պարագայում ես չեմ հիշում որևէ դեպք, երբ Լավրովի կամ նրա որևէ ներկայացուցիչի այցելություն լինի Հայաստան, դրանից հետո շփում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, դրանից հետո Թուրքիայում խոսեն միջանցքի մասին, դրանից հետո Ադրբեջանը չփոխորտա կամ նոր պահանջ դնի ու դրանից հետո չկրակեն սահմաններում։ Անհնարին բան է, միշտ այդպես է եղել։ Ռուսաստանի որևէ ներկայություն Հայաստան գնալուց հետո սահմաններին կրակել են եւ այս համատեքստում տեսնում եմ Ռուսաստանի կողմից նման գործընթացներ անելու առումով որոշակի հորդորները կամ պատվերները Ադրբեջանին։ Չէ, բայց կրակում են, պարոն Սարգսյան, որ ասում եք Լավրովը եկավ գնաց եւ առաջին դեպքն է, որ ռուս պաշտոնյայի այցից հետո չեն կրակում սահմանին, բայց կրակում են Խոզնաբարի ուղղությամբ։ Ես ասում եմ, Նարեկ ջան, երևի ճիշտ չբացատրեցի, ես ասում եմ, որ երբ Լավրովը եկել գնացել է, պարտադիր կրակել են։ Այսինքն անհնարին է, որ Ռուսաստանի կողմից որևէ այցելություն լինի ու չկրակեն։ Ես ի նկատի ունեմ դա։ Մինչև Լավրովի գնալը չէին կրակել։ Նախկինում էլ բազմաթիվ դեպքեր կան, թե Աշնանը անցած տարվա, թե Գարնանը, որ ռուսական որոշակի շփումներից հետո, երբ Ռուսաստանի արտգործնախարարությունը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարի հետ, որից հետո զրուցել են Ֆիդանի հետ հեռախոսազրույցով կամ ուղիղ կապով, ու դրանից հետո հայտարարությունները կարծես սինխրոն են եղել։ Նորից օրեր առաջ կներեք 2 ամսից ավելի արդեն սահմանին կրակում է Ադրբեջանը Սյունիքի ուղղությամբ եւ դա արդեն ով գա գնա կարող ենք ասել Ֆրանսիայի նախարարն է եկավ գնաց կրակում է, բայց այդ կրակոցը անկախ նրանից ով է գալիս ով է գնում կրակոցը կա։ Նարեկ ջան, այդ 2 ամիս կրակոցները որոշակի այսպիսի որոշակի սահմաններում եւ որոշակի ռիթմով են տեղի ունեցել եւ դրանք կապված են եղել աշխարհաքաղաքական որոշակի հայտարարությունների հետ, Լեռնային Ղարաբաղի հետ կապված, Ֆրանսիայում արված հայտարարությունների, չգիտեմ, Լեռնային Ղարաբաղի Արցախայության հետ վերադարձի հետ կապված, վերջի շրջանում, ասենք մոտավորապես 10-15 օրեր կրակոցներ չկային։ Դադարել էին այդ կրակոցները, սա այս 10 օր առաջ ամեն օր ասում էին, որ կրակում են, նրանք հերկում էին, հետո մի 10 օր չէին կրակում, հետո նորից սկսեցին կրակել, հիմա նորից էլի կարող է դադարել, այսինքն Ադրբեջանը ցանկացած արտաքին քաղաքական երևույթ, որում իրեն պահանջներ են դնում, այդ երևույթին հակադարձում է իրավիճակի լարվածությամբ, այսինքն ասելով կամ դուք չեք աջակցում Հայաստանին, կամ եթե աջակցելու եք Հայաստանին, ես նոր պատերազմ եմ անել։ Մեղմ ասած Ալիևի վարած տակտիկան այդպիսին է։ Անձամբ ես չեմ կարծում, որ ինքը նոր պատերազմ կանի, որովհետև նույն ԱՄՆ-ի հետ շփումներում, Եվրոպայի հետ շփումներում, անգամ Թուրքիայի հետ շփումներում իրենք կարևորում են Հայաստանի հետ ընդհանուր առմամբ խաղաղության համաձայնագրի պատրաստ լինելու գործընթացին, բայց ասում են կան որոշակի նախապայմաններ, որոնք պիտի հայերը կատարեն, որից հետո է որ մենք կստորագրենք։ Այսինքն իրենք չեն ասում, որ մենք պահանջ ունենք, որ եթե չկատարեն, այ մենք երկաթե բռունցքով այդ խնդիրը կլուծենք։ 2021 թվականին Ալիևն ասում էր կամ
մեղրի միջանցքը տալիս եք կամ մենք երկաթե բռունցքով այդ բացում ենք։ Նույնը 2023 թվականին սեպտեմբերին, երբ որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը դուրս անեցին, այդ ժամանակ նորից թե Ալիևը, թե Թուրքիան եւ թե Ռուսաստանը եւ թե Հայաստանում գործող քաղաքական դաշտի ռուսամետ ուժերը պնդում էին, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետով պիտի այդ միջանցքը տա։ Բոլորն էին ասում։ Սկսած ասեմ, այդ առումով նույնիսկ որոշակի լոյալություն պահող խակից։ Բայց թույլ չտվեցին, չեղավ, ինչու՞։ Որովհետև Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Օբրայենը հայտարարեց, որ նման դեպքում Միացյալ Նահանգները կօգտագործի իր ողջ գործիքակազմը։ Այսինքն 2020 թվականից մինչև 2023 թվականը Սյունիքը չի գրավել, Մեղրիով միջանցք չի բացվել, միայն այն պատճառով, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան դեմ են եղել, որտեղ դրանք կողմ է եղել Ռուսաստանը, կողմ է եղել Թուրքիան, կողմ է եղել Ադրբեջանը։ Այսօր էլ Լավրովը, որ եկել էր, նորից խնդրի լուծումը եւ ճանապարհների ապաշրջապատումը տեսնում էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ դրած ստորագրությունների հենքում։ Այսինքն իրենք այս այն որ ասում են, այ եթե Թուրքիան չլինի Ռուսաստանն է, ես ասում եմ իսկ ինչ տարբերություն Ռուսաստանի ու Թուրքիայի մեջ, քանի որ իրենց երկուսի պահանջն էլ նույնն է։ Կա այստեղ տարբերություն։ Իհարկե չկա։ Ու այն մարդիկ, ովքեր պաշտպանում են Ռուսաստանին, երբեք չեն մեղադրել Ռուսաստանի, թե ինչի նոյեմբերի 9-ի փաստաթղթի այն մնացած 8 կետերը չեն կատարվել։ Ու այսօր 9-րդ կետը միակ լուծումն է։ Չեն մեղադրում Ռուսաստան։ Այս տալիս է այն հենքը, որ սկսես կասկածել այդ մարդկանց հայրենասիրության կամ նրանց մղումների ազնվության առ։ Պարոն Սարգսյան, այս խաղաղության հետ կախոսակցությունների ֆոնին, որ խաղաղություն չի լինելու, պատերազմ է լինելու, պետքարտուղարը Ռուբիոն լրիվ այլ բան է ասում, նա նշում է, որ պատերազմի էսկալացիայի ռիսկ կա եւ Վաշինգտոնը փորձում է այն չեզոքացնել, եթե Միացյալ Նահանգներն է այսպիսի բան հայտարարում, այսպես ասած, ինչքան կարող ենք արխային լինել, որ պատերազմ չի լինելու։ Մարեկ ջան, առանց Ռուբիոյի ասելու էլ պարզ է, որ քանի խաղաղության համաձայնագիր չկա եւ անգամ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո էլ որևէ մեկը չի կարող միանշանակ պնդել, որ էսկալացիայի ռիսկ չկա։ Այսինքն բոլորիս համար այդ պարզ է, որ էսկալացիայի ռիսկ կա։ Էսկալացիայի ռիսկ չլինելու համար մենք պիտի կարողանանք առաջին հերթին լինել միասնական, հոգեբանական առումով, երկրորդ առումով հզորացնել եւ մեր բանակը լավ սպառազինություն գնել, հզորացնել երկրի տնտեսությունը եւ ամրացնել մեր սահմանային շրջաններն ու խնդիրները։ Տեսեք, մենք ասում ենք կրակում են այս 3 գյուղերում, ասում ենք ու անցնում ենք ու մոռանում ենք, որ այդ գյուղերում մարդիկ ապրում են։ Մենք գիտենք, որ ելի են կրակելու, քանի դեռ խաղաղություն չի եղել։ Կամ պետություններ, որոնք մշտապես այն նման պատերազմական իրավիճակներում ապրել են երկար ժամանակ, կրակոցների գոյատևել են ու հաղթել են, պիտի նայենք, թե ինչպես են արել։ Եվ այս պարագայում ասենք ինչ անենք, ինչ պիտի անենք մենք, երբ որ իրենք կրակում են։ Անելու բան կա իհարկե։ Առաջին հերթին այդ գյուղերի բնակիչների պիտի ազատենք բազմատեսակ հարկերից, ջրի վարձից, ու բազմատեսակ հողի հարկից, անգամ էլեկտրոէներգիա եւ այլը պիտի դարձնենք կեսգին, որովհետեւ այդ մարդիկ սահմանապահ են։ Ես օրինակ շատ լավ հիշում եմ 90-ական թվականներին, երբ որ մեր մոտ երասխուն պատերազմ էր, ու երբ որ բլուրը մենք գրավեցինք, բարձրացանք, Սադրակ գյուղում մարդ չկար։ Իսկ Երասխավանում մարդիկ ոչ միայն ապրում էին, այլև Երևանից ու Հայաստանի ծայրամասերից Տավուշից եկած մարդիկ հավաքված էին Երասխի այդ կալցեվոյ ասածում, ուզում էին իրենք էլ բարձրանան ու կռվեն։ Այսինքն, եթե ադրբեջանցի զինվորը տեսնում է, որ իր թիկունքի գյուղացին փախել է, ինքը հասկանում է, որ այդ տարածքն արդեն իրենն է։ Մենք ամեն ինչ պիտի անենք, որ մեր սահմանամետ տարածքում ապրող քաղաքացիները այդ տարածքում լինեն։ Իրենք միայն այն, որ այդտեղ ապրում են, իրենք պիտի վարձատրվեն։ Մենք պիտի այդպես վարվենք։
Մենք պիտի գնահատենք այդ մարդկանց խիզախությունը եւ նրանց առավելություններ տանք ու բացատրենք, որ ամեն ինչ անում ենք արտաքին քաղաքական դաշտում, բանակի վերազինման եւ վերափոխման առումով, Հայաստանի տնտեսության առումով, որ կարողանանք սանձել այդ կրակոցները։ Ինչ վերաբերվում է կոնկրետ Ռուբիոյի հայտարարությանը, բնականաբար Միացյալ Նահանգների իշխանությունները, երբ որ պատասխանում են հարցերի, պիտի երբ որ հարց են տալիս, ինչ իրավիճակ է մասնավորապես Կովկասում, իրենք ասում են, որ այո, լարվածության եւ նոր պատերազմի ռիսկ կա եւ Միացյալ Նահանգները օգտագործում է իր ջանքերը, որ դա թույլ չտա եւ դա այդպես է եղել 2020 թվականից։ Եվ 2020 թվականից իրենք միշտ նույն բանն են ասել ու բարեբախտաբար ու իմ համոզմամբ եւ դա միանշանակ այդպես է, առեսօր կարողացել են ինչ որ առումով մեծ առումով դրա դեմն առնել։ Մասնավորապես միայն այն, որ Մեղրիով միջանցք չկա եւ Ադրբեջանն, Թուրքիան, Ռուսաստանը չեն կտրել այդ ճանապարհը, որ դա բխում է իրենց ցանկություններից ու առ այսօր անգամ Լավրովով իրենք այդ պահանջում են, որ չեն կարողացել, դրա թույլ չտվողը Միացյալ Նահանգներն են եւ Ռուբիոն էլ է ասում, որ մենք ամեն ինչ անում ենք, որ նոր լարվածության օջախ չառաջանա, ավելին իրենք ասում են նաեւ, որ օգտագործում են իրենց բոլոր հնարավորությունն ու ջանքերը, որ խաղաղության համաձայնագիրը օր առաջ ստորագրվի, ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները նաև շատ լուրջ տնտեսական առաջարկներ է անում Ադրբեջանում, մասնավորապես ներդրումներ էներգետիկ դաշտում, վերջին շրջանում, երբ որ Հայաստան եկավ Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի տեղակալի օգնականը եւ Կովկասի գծով պատասխանատուն, իրենք Ադրբեջանում բանակցում էին էներգետիկ խնդիրների առումով, նաև ասեմ, որ մի ամիս առաջ էլ Հայաստանում ատոմային էներգետիկայով լուրջ խումբ կարեկած ու այս գործընթացները թե Ադրբեջանում էներգետիկ խնդիրներում ներդրումներ անելու, թե Հայաստանում ատոմակայան կառուցելու, թե ճանապարհների խնդրի ապաշրջափակման առումով, սրանք այն գործիքներն են, որոնք կարող են բերել խաղաղության, որը իր հետ կարող է բերել փոխգործակցության, որն էլ պատերազմի վտանգը ընդհանուր առմամբ ամբողջությամբ կչեզոքացվի։ Կարծում եմ նաև այս համատեքստում էր, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասում էր, որ հայերն ու ադրբեջանցիները շատ արագ իրար մեջ առևտուր կանեն, որովհետև իմ կարծիքով իրենք ավելի տեղյակ են տնտեսական ծրագրերից, ինչ առաջարկում է Ադրբեջանին եւ ինչ առաջարկում է Հայաստանին։ Ինչի մասին չեմ բարձրաձայնում, եւ ես կարծում եմ, որ ճիշտ են անում, որ որոշակի գործընթացներ չեն բարձրաձայնում, որովհետեւ նույն այդ Ադրբեջանի կրակոցները իմ խորին համոզմամբ հենց այդ բարձրաձայնելու արդյունք է։ Տեսեք, Լավրովը Հայաստանում հայտարարեց, որ Ֆրանսիան Ռուսաստանի թշնամին է։ Եվ Ֆրանսիայի ցանկացած հայտարարություն Հայաստանի մասով կամ Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների մասով վերջին հաշվով Հայաստանի սահմաններում վերածվում կրակոցի։ Այսինքն Ռուսաստանի թշնամի Ֆրանսիան թշնամի է նաև Ադրբեջանի եւ ընդհանուր պայմանավորվածությամբ Ֆրանսիայի ցանկացած ասածին այս տարածաշրջանով իրենք պիտի հակազդեն։ Իսկ այսօրվա պարագայում այդ կրակոցների հիմնական պատճառը Ֆրանսիայի հյուպատոսարանը Գորիսում բացելու հետ է կապված եւ Գորիսում նաեւ Ֆրանսիայի օրեր անցկացնելու, մասնավորապես տուրիզմի, կրթության եւ այլնի առումով։ Այսինքն Ռուսաստանն ու Ադրբեջանը Հայաստանի ամենամոտ բարեկամ Ֆրանսիային համարում են իրենց թշնամին եւ դա դրսեւորում են համատեղ համաձայնեցված սահմանների խժդժություններ սարքելու։ Սա իմ կարծիքն է եւ ես սրանում համոզված եմ։ Կրակոցների պատճառով է, որ հյուպատոսարանի կարգավիճակը իջեցվեց, հասցնելով պատվո հյուպատոսի գրասենյակի։ Չեմ կարող պնդել, որ ոչ, չեմ կարող ասել նաև, որ այո, կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները այնպես ինչպես իրենք են պնդում, որդեգրել են փոխլրացման քաղաքականություն կամ բալանսավորման քաղաքականություն, մաքսիմալ զգուշավոր են այդ առումով։ Իրականում ես համարում եմ, որ բալանսավորում չկա, որովհետև այն կապերն ու եղած հնարավորությունները,
որոնք ունենք մենք Ռուսաստանի հետ, դրանք բալանսավորման հնարավորություն չեն տալիս, որտեղ մենք հապկում ենք, ԵԱՏՄ-ում ենք, այդ արդեն բալանսավորում չի։ Բալանսավորումից կարող է խոսել Վրաստանը, որը ոչ հապկում է, ոչ ԵԱՏՄ-ում, կարող է խոսել Ադրբեջանը, բայց մերը բալանսավորում չի, մենք հստակ այդ միությունների անդամ ենք, եւ քանի այդ միություններից դուրս չենք եկել, մեր բալանսավորումը որոշակի ձևական բնույթ ունի։ Բայց այդ բալանսավորումից որոշակի քայլեր արվում են դեպի անկախություն, դուրս գալու այդ համատեքստից, ու ես էլ պիտի կրկնենք, որ այո, Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրենց նույնիսկ այս սանր իրավիճակներում պատերազմի պարտությունից հետո կարողացել են անել քայլեր, որոնք Հայաստանը իրական անկախության ճանապարհի վրա են դրել։ Այսինքն այսօր Հայաստանի մուտքերը չեն վերահսկում օտարերկրյա սահմանապահները կամ հատուկ ծառայության ուժերը։ Այսօր Հայաստանը կարողանում է սպառազինություն գնել, որտեղից կամենա։ Այսօր Հայաստանը միջազգային հարթակներում կարողանում է քվեարկել այնպես, ինչպես Հայաստանի շահն է թելադրում։ Այսօր Հայաստանը փորձում է միջազգային ներդրողների ներգրավել իր տարածքում ներդրումներ անելու առումով։ Իսկ նախկինում անգամ մեր հարևան Վրաստան տարանցիկ գազամուղ անցկացնելու հնարավորություն չի ունեցել։ Հայաստանի արտգործնախարարությունը այդքան իրենց գոված նախագահների ժամանակ Ռուսաստանի արտգործնախարարության ֆիլիալն է եղել եւ Հայաստանի դեսպանները նայել են Ռուսաստանի դեսպանի աչքերի մեջ մակում, թե ինչպես քվեարկեն։ Այսինքն մենք որոշակի առումով քայլ առ քայլ գնում ենք դեպի եվրոպական ընտանիք, բայց իմ կարծիքով այդ քայլերը շատ դանդաղ են, շատ զգուշավոր են։ Ես էլի համարում եմ, որ երկու աթոռի վրա նստելը շատ ավելի ռիսկային է, քան այդ բալանսավորման քաղաքականությունը իրական բալանսի բերելու այն ռիսկային քայլերը, ինչից իմ կարծիքով շատ զգուշանում են Հայաստանի իշխանությունները, եւ այո, չէի բացառի հենց ձեր բերած օրինակը, որ կարող է նաև այդ կրակոցների եւ այլնի արդյունքում է, որ Գորիսի հյուպատոսարանի ստատուսը որոշակի առումով իջեցվել է։ Կամ փորձել են էլի բալանսավորեն, քանի որ Ռուսաստանին չեն ուզում հյուպատոսարանի կարգավիճակ տալ կամ կապանուն բացել այդ հյուպատոսարանը, այստեղ էլ կարգ իջեցրել են, որ չասեն այն նրանց տվեցինք, ձեզ չտվեցինք, ինչը ես ճիշտ չեմ համարում, Արեգ ջան։ Ես ամբողջական եթե անգամ բալանսավորել է, առաջին հերթին հապկից դուրս գալու եւ ռազմաքաղաքական նոր դաշինքներ կա, թեկուզ երկկողմ, եռակողմ դաշինքներ ձևավորելը համարում եմ շատ ավելի քիչ ռիսկային, քան այս համատեքստում մնալը, որտեղ այս համատեքստը նման բալանսավորումը ցույց տվեց, որ 2000 թվականից մինչև 2005 թվականը այս 5 տարիների մեջ մեր անվտանգության կամ նոր պատերազմ չլինելու խնդիրի ռիսկը մնաց նույն չափ, իսկ բանակի սպառազինություն վերազինումը չկարողացանք այս 5 տարիներուն ընթացքում հասցնել այնքան, որ Ադրբեջանը նոր պատերազմ սկսելու պարագայում մտածեր, որ ռազմական առումով լուրջ ռիսկեր կարող է ունենալ։ Իսկ այն առաջարկները, ինչը մենք ենք անում վեկտորի ամբողջական փոփոխության, կարող էին այդ հնարավորությունը ստեղծել։ Գոնե փորձեինք, ստացվել թե չէ, այս պարագայում չի ստացվում։ Այդ պատվո հյուպատոսի գրասենյակը ինչ է փոխելու Գորիսում եւ ինչու է Հայաստանը մերժում Ռուսաստանին Սյունիքում հյուպատոսարան բացելու հարցում։ Նախ ասեմ, որ այդ հարցին կարելի է պատասխանել այսպես, որովհետեւ երբ որ գալիս էին եվրոդիտորդները, ասում էին գրիչով ու բլոկնոտով մարդիկ ինչ կարող են փոխել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի նման սպառազինության տարբերության պարագայում մեր սահմաններին, պարզվեց, որ գրիչն ու դրոշները որոշակի բան փոխում են։ Իմ կարծիքով խաղացողների թիվը տարածաշրջանում ավելացնելն է, որ մեզ ձեռնատու է։ Ինչու Ֆրանսիային կամ Միացյալ Նահանգներին կամ եվրոպական ցանկացած երկրին այո, իսկ Ռուսաստանին ոչ, այստեղ շատ պարզ է, որովհետև Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան
խնդիրների լուծումը տեսնում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետով, ինքը Եվրոդիտորդներին համարում է անցանկալի եւ հայտարարում է, որ դրանք լրտեսական գործունեություն են ծավալում, ինքը համարում է, որ Հայաստան-Ադրբեջան խնդիրները, սահմանազատումը եւ այլը պիտի տեղի ունենա Ռուսաստանի հովանու ներքո եւ Ռուսաստանի միջնորդությամբ, ինքը համարում է, որ Հայաստանը պիտի հրաժարվի արևմտյան, ասենք, ատոմակայաններից, արևմտյան տնտեսական ներդրումներից, պիտի մնա Ռուսաստանի ուղեցրում, այնպես ինչպես սովետական միության ժամանակ էր, կամ մոտավոր մոդել է, այնպես ինչպես Բելարուսն է։ Ես համարում եմ, որ այս մոդելը Հայաստանի ինքնիշխանության վերջն է, այս պարագայում մենք ունենալու ենք նույն են կորուստները, ինչ ունեցանք Լեռնային Ղարաբաղում, որ մի օր էլ ռուսներն Սյունիքում են ասելու, արագ 3 օրվա մեջ դուրս եկեք այս տարածքից, թե չէ թուրքերն ու ադրբեջանցիները մտնելու են ու այդ տարածքը վերցնեն։ Դրա համար Ռուսաստանի ներկայությունը այդ տարածքում ես համարում եմ անթույլատրելի, որովհետև իրենք մեղրի միջանցքի կողմնակից են, իսկ ինչը Հայաստանի սուվերենության, ինքնիշխանության, աշխարհի հետ կապի, մեր դարպասների դեպի արևելք դարպասների հիմնական հնարավորությունն է, որ իրենք ուզում են կտրել կամ վերցնել իրանց վերահսկողության տակ։ Կատեգորիկ դեմ եմ Սյունիքում ռուսական հյուպատոսություն ունենալուն։ Եվ այդ հյուպատոսության ցանկությունը իրենց ոչ թե օգնության համար է, այլ պարտադրանք։ Իրենք էլ այդ պարտադրանքի ձևով են ներկայացնում, մոտավորապես այդպես թե ուր պիտի կորեք, էլի կամ մենք այդ պիտի դնենք, կամ եթե չդնենք, տեսնեք ձեր հետ ինչ կկատարվի, այսինքն սպառնում են մեզ Ադրբեջանի կողմից նոր պատերազմով կամ Թուրքիայի կողմից նոր պատերազմով, որ Ռուսաստանի ու մեր երկրի Հայաստանի Հանրապետության շահերը հիմա չեն համընկնում, այդ ակնհայտ է, որ անկախ նրանից ով ուզում է լինի Հայաստանի իշխանությունները, միևնույն է այդ գործընթացները այդպես են գնալու, դա միանշանակ։ Այն մոտեցումները, որ Նիկոլ Փաշինյանը վատ ղեկավար է ու քանի որ հեղափոխական է եւ այլը դրա համար է, այլ գա Ռոբերտ Քոչարյանը ու ամեն ինչ նորմալ կլինի, ես այդ չեմ կիսում, որովհետև բազմաթիվ անգամներ ասել եմ, որ Բաշար al-Ասադը Վլադիմիր Պուտինի ամենամոտ բարեկամներից էր եւ Սիրիայում Ռուսաստանը շատ ավելի լուրջ շահեր ուներ ու շատ ավելի մեծ ազդեցություն։ Լաթակիայում ինքը նավահանգստում ռազմական բազա ուներ, Սիրիայում 2 ռազմական բազա ուներ, իսկ Ասադը մինչև վերջի ժամը նվիրված մնաց Պուտինին, այնպես ինչպես Լեռնային Ղարաբաղի նախկին իշխանությունները, Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ինչ եղավ այդ մարդկանց հետ։ Այսինքն նույն բանը կլինի Ռոբերտ Քոչարյանի պարագայում ու Ռոբերտ Քոչարյանի հետ։ Իզուր են հույսեր կապում, ուղղակի Ռուսաստան-Թուրքիա շահերը եւ Ռուսաստանի այսօրվա դիրքավորումը աշխարհի զարգացման գործընթացներում Հայաստանի Հանրապետության շահերի հետ չի համընկնում։ Հետևաբար մենք պիտի, քանի որ չի համընկնում մեր ճշտամու շահերի հետ համընկնում, մենք մաքսիմում պիտի հեռու մնանք ռուսական որևէ ազդեցությունից։ Կկա ժամանակ, որ կհամընկնի Ռուսաստանի այդ շահերը, այդ ժամանակ միանշանակ կհամագործակցենք։ Կլինեն տնտեսական դաշտում որոշակի ուղղություններ, որտեղ մեր Ռուսաստանի շահերը կհամընկնեն, միանշանակ կհամագործակցենք։ Իսկ հիմա այդ չի համընկնում։ Ու դա կախված չի մարդուց, դա կախված չի երկրի ղեկավարից, դա կախված է աշխարհաքաղաքական այ հենց այդ մոտեցումներից, որով Ռուսաստանը Թուրքիայով եւ Ադրբեջանով մեզ վախեցնելով փորձում է պարտադրել իր ներկայությունը, բայց իր առաջարկները ոչնչով չեն տարբերվում Թուրքիայի ու Ադրբեջանի առաջարկներից։ Պարոն Սարգսյան, դուք նշեցիք, որ Ֆրանսիայի հետ Հայաստանը համագործակցում է ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու հարցով, այդ գործարքը դեռ քննարկումների փուլում է, թե արդեն հստակ որոշված բան կա, թե ինչ-որ բան արդեն մատակարարվել է։ Չեմ կարող պնդել, պիտի խոստովանեմ նաև Նարեկ ջան, որ եթե որոշակի տեղեկություն էլ ունենայի, չէի բարձրաձայնի, ես կարծում եմ այդ ճիշտ, բայց իմ կարծիքով գործարքը կնքվել է ավելի շուտ, կարծեմ Պապիկյանի նախորդ Փարիզ այցելության ժամանակ։ Պիտի ասեմ, որ Հայաստանի Հանրապետության բանակի
ամենաթույլ տեղը այսօր այդ առումով հակաօդային պաշտպանության համակարգերն են։ Դուք գիտեք, որ մենք Ռուսաստանի հետ ուղիղ պայմանագիր ունենք միասնական օդային տարածքի պաշտպանության առումով, եւ այդ առումով շատ բարդ էր մեզ հակաօդային սարքավորումներ գնելը, քանի որ մենք միասնական ենք Ռուսաստանի հետ, ու այս պարագայում մեր ունեցած նոր բերվող հակաօդային սարքավորումները պիտի միանան ռուսական ընդհանուր ցանցին, թե չպիտի միանան։ Այս ցանցին սա լուրջ խնդիրներ է առաջացնում, եւ այս պարագայում չգիտեմ ինչքան պիտի մենք շնորհակալ լինենք Ֆրանսիային, որ հաշվի չառնելով անգամ այդ հանգամանքը մեզ տրամադրում է նման սպառազինություն։ Այսինքն կարող այդ հոբ համակարգերը գան ու այդ հայ-ռուսական միացյալ այդ բանի մեջ մտնեն, հա, հակաօդային պաշտպանության։ Իմ կարծիքով Նարեկ ջան, քանի այդ համաձայնությունը, որը մենք ունենք Ռուսաստանի հետ, չի չեղարկվել, տրամաբանությունն ասում է, որ այդպես պիտի լինի։ Իրանք էլ վերցնեն տանեն իրենց պատերազմները, կամ այս նոր երկածները նրանցից լրիվ անկախ հակաօդային պաշտպանության ծառայություն պիտի մատուցեն, իսկ այդ նշանակում է, որ եթե սա նրանից անկախ գործի, նրանք ուղղակի խանդից ելնելով չեն օգնելու մեզ, այսինքն մրցակցություն առաջանա, կամ այդ երկուսը համատեղ պիտի գործեն։ Ես չգիտեմ, ես չեմ պատահ։ Ես դրա համար ասում եմ, որ պիտի մենք հրաժարվենք հապկից եւ պիտի հրաժարվենք համատեղ օդային պաշտպանության Ռուսաստանի հետ ունեցած պայմանագրերից։ Ես չեմ պատկերացնում այդ ինչպես կարող է լինել։ Եթե մտնի դրա մեջ ինչ կառաջանա, որ որևէ զինվորական, որը այդ համակարգի մասնագետ է, ինձ կբացատրի, թե նման դեպքում դա ինչպես է գործել։ Գիտեմ ուղղակի։ Եթե դա նաև ռուսների վերահսկողության ներքո լինեն այդ համակարգերը, դա ինչ խնդիրներ, ռիսկեր կպարունակեն։ Ես կարծում եմ, որ այդ ռիսկերը պիտի հաշվարկած լինեն ֆրանսիացիները, որովհետև այն ինչ իրենք տրամադրում են մեզ, դրանք բավականին նոր տեսակի սպառազինություն են, եւ դա կնշանակի, որ տեխնոլոգիաները ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաները տրամադրվում են Ռուսաստանին։ Հետևաբար այս պարագայում համատեղի շահագործումն էլ համարում եմ անհնարին։ Անձամբ ես լուծումները չեմ տեսնում։ Ես որ ցանկացած պարագայում փորձում եմ երկել լուծումներ գտնել, ես տեսնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը հապկից եւ միասնական օդային պաշտպանության համակարգից դուրս գալուց հետո կարող է ունենալ շատ լավ զենքեր հակաօդային պաշտպանության եւ ոչ միայն ֆրանսիական, այլև Եվրոպայի տարբեր երկրների արտադրության լավ զենքեր, եթե դուրս է գալիս։ Իսկ եթե դուրս չի եկել, այդ ձեր թվակած բոլոր հարցերը ու դրանց լուծումների պատասխան գտնելը օրակարգվում է, որի պատասխանը ես չունեմ։ Դրա համար ես գտնում եմ, որ ճիշտը դուրս գալու։ Եվ դուք նշեցիք, որ Նիկոլ Փաշինյանի հետ եք հանդիպել, դա ինչ ֆորմատ է, զուտ երկկողմանի հանդիպում էր, թե էլի այդ ընդդիմադիրների հետ հանդիպման ձևաչափն է վերականգնվել։ Զուտ երկկողմանի ֆորմատի հանդիպում էր, երկար ժամանակ էր չէինք հանդիպել, չէինք զրուցել, կային թեմաներ, որոնք ես մամուլով առաջարկություններ էի արել, մասնավորապես բազմամետաղային հանքավայրերի առումով եւ փոճամբարներում եղած դրանց քանակությունների առումով, երկրորդ այդ բազմամետաղային հանքերի տեղակայման առումով, որը իմ հարցադրությունից հետո վարչապետը պահանջել էր, որ ճշտեն, եւ այդ տվյալները իմ ասած իրականության էին եղել, եւ հիմնականում այդ թեմաներով էր զրուցը, նաեւ տնտեսական առումով շոշափել ենք Պերլիտային հանքավայրերի խնդիրները, բազալտաթերերի արտադրության խնդիրների հետ կապված եւ ատոմային էներգետիկայի, մասնավորապես նոր ատոմակայանի կառուցման հետ կապված հարցեր ենք խոսել, քննարկել այս առումով։ Այսինքն զուտ տնտեսական առանց քաղաքականի Հայաստանի զարգացման տնտեսական ուղղվածության հետ կապված խնդիրներին է վերաբերվել մեր զրույցը եւ ես հուսով եմ, որ ելի ենք հանդիպելու, մանավանդ որ այդ ցանկությունը կար, իհարկե ես փորձեցի նաեւ ներքաղաքական թեմաներից խոսել, հիմնականում անվտանգային խնդիրների հետ կապված հարցեր քննարկելու պիտի կրկնեմ նորից, որ վարչապետը իսկապես այդ առումով
լրիվ adekvat է գնահատում արտաքին քաղաքական ռիսկերը, սահմանային ռիսկերը, նաև ինչու՞ չէ ներքաղաքական իրավիճակում ստեղծված հանգամանքները Գյումրիի ընտրություններից հետո հիմա տեղի ունեցող զարգացումները, առաջիկա ընտրությունների հետ կապված հնարավորությունները եւ այլն, այսինքն որպես նախկինում համագործակցած կամ միասին դաշինք եղած կուսակցություններում իրար հետ համագործակցած ընկերներ նորմալ զրույց են արել ես փորձել եմ ու միշտ փորձելու եմ հնարավորինս օգնել Հայաստանի Հանրապետությանը, պետությանը, նրա իշխանությանը։ Ես տեսնում եմ, որ Ռուսաստանը ջանք ու եռանչի գործադրում ամբողջ աշխարհում իր ազդեցությունը մեծացնելու առումով իրենք փորձեցին օրինակ Ռումինիայում հասնել իշխանապողության ու բանը հասավ նրան, որ Ռումինիայում նախագահի տեխնացուին ուղղակի արգելեցին ընտրություններին մասնակցելու, իրենք Միացյալ Նահանգներում են փորձել նոր տեխնոլոգիաներով, հակերների միջոցով ազդել ընտրությունների արդյունքների վրա, իրենք նույնիսկ փորձում են որոշակի ֆինանսական աջակցություն ցուցադրել Ֆրանսիայի ընդդիմությանը եւ այդ պատճառով, ասենք, Մակրոնը Լպենին արգելեց ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկեց, այնպես որ Ռուսաստանը Հայաստանում ունենալով նման 5-րդ շարասյուն, նման ազդեցությամբ քաղաքական լիդերներ, առաջի, երկրորդ, երրորդ նախագահ, հայ առաքելական Սուրբ Եկեղեցի եւ այլը, պլյուս տարբեր, չգիտեմ, ինկուբատորներում բուծվող հասարակական ակտիվիստներ եւ բլոգերներ, այստեղ բավականին բարդ է լինելու դիմակայելը ռուսական այդ ճնշումներին, որ Հայաստանը չհայտնվի Բելարուսի կամ Վրաստանի կարգավիճակում, բայց ես վստահ եմ ու ամեն ինչ անելու եմ, որ դա տեղի չունենա, որ այն խնդիրները ինչ որ ռուսական ազդեցության ուժերը դնում են իրենց առաջ իրականություն դարձնեն, որովհետև ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը հասկանում է, որ նրանց ուզածը Հայաստանի Հանրապետությունը Թաթարստանի վերածելն է, իսկ մեր ուզածը ժողովրդավարությունը պաշտպանելն է։ Պարոն Սարգսյան, նախորդ շաբաթ հրապարակվեց Կովկասյան բարոմետրի անցկացրած հարցումները, որի համաձայն ձեր կուսակցության եւ ձեզ վստահում է հարցմանը մասնակցածների 3%-ը, Նիկոլ Փաշինյանին 15%, 4% Ծառուկյանին եւ Քոչարյանին եւ 2% Սերժ Սարգսյանի Հանրապետականին եւ շուրջ 50%-ից ավելի որևէ քաղաքական ուժի նկատմամբ վստահություն չունի։ Հաջորդ տարի նախընտրական է, այս տվյալներով, նաեւ այս տվյալները հաշվի առնելով, մենք ինչ պատկեր կարող ենք ունենալ։ Երեք հենց այս տվյալները հաշվի առնելով պիտի իրական, քարոզչական ճիշտ աշխատանք կատարվի, ներկայացվի խնդիրներ, որոնք լուծման հնարավորություն ունեն եւ որոնց լուծումը իրատեսական է եւ պիտի փորձվի յուրաքանչյուր քաղաքական ուժ պիտի փորձի հիմնավորել, որ իր ծրագրերը ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե երրորդ որևէ երկրի։ Ու այս պարագայում ես համարում եմ, որ ամենաճշգրիտ հարցումները եղել են Հանրապետական ինստիտուտի հարցումները, որի տվյալներով Հայաստանի Հանրապետության բնակչության 58%-ը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության զարգացման ուղին եւ տեղը Եվրոպական միությունն է։ Այդ 58%-ի քվեները ես կարծում եմ, որ մի մասը Նիկոլ Փաշինյանի մոտ է եւ մի մասը եվրոպական արժեքներ կրող քաղաքական կուսակցությունների մոտ, այդ թվում նաեւ մեր։ Եվ եթե մենք ճիշտ աշխատենք, մեծամասնություն կվերցնենք։ Իսկ կոնկրետ մենք Հանրապետություն կուսակցությունը առաջին ընտրությանը չի որ մասնակցում է, մենք 2000 թվականից բազմաթիվ ընտրությունների ենք մասնակցել, ես եղել եմ Արդարություն դաշինքի կազմակերպիչ Նուջադակովը, Ստեփան Դեմիրճյանի շուրջ, հետո ազգային ժողով մտնելով, Լևոն Տեր-Պետրոսյանի
շուրջ համախմբում ձևավորողներից մեկը ու դաշինք կազմողը, ելք դաշինքի կազմակերպողն ու ձևավորողը եւ դաշինքների առավելություններն ու թերությունները դրանցով հանրային սպասում ձևավորելը, դրանց ճիշտ ժամանակի ընտրությունը կամ միանակ մասնակցելու հնարավորության դեպքում ճշգրիտ քայլեր անելու մարտավարությունը գիտեմ։ Եվ ես կարծում եմ, որ այդ խնդիրները կարող են լուծվել։ Երևան քաղաքում էլ, երբ որ հարցումներ էին արվում, այն ժամանակ, ասենք այդ անում էր Գելափը, ինքը մեզ տալիս էր 2.2%, բայց մենք 11.3% հավաքեցինք։ Ասեմ, որ իմ ակնկալիքը այդ ընտրություններին 8-9% էր, եւ իմ ակնկալածից ավելին հավաքեցինք։ Ես անգամ կուսակցության գրատախտակին գրել էի, թե քանի տոկոս է ակնկալում որ կլինի, ու այդ անգամ բարեբախտաբար ես սխալվեցի եւ ավել հավաքեցինք։ Ես միշտ ջլատ եմ եղել կանխատեսումների առումով, մասնավորապես մեր կուսակցության մասով, բայց համարում եմ, որ Կովկաս ինստիտուտի այդ տվյալները, ինչը որ կա, բոլորի տվյալները պիտի բազմապատկեն 3-ով։ Մոտավորապես ցուցանիշները կարծում եմ այդ շրջանակներում է լինել։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ, Արեգ։